Դե սպասեք, իսա գալիս ենք։ Խոսել են։ Ովքեր են։ Երկու ընկերուհիներս են ամենամոտ, որ այդ մարդիկ ցույց տվեցին, որ երբ որ ամբողջ աշխարհի դեմ է, իրենք իմ կողքն են։ Անահիտ Բաբայանը պատմում է ընկերուհիների արձագանքի մասին, երբ հայտնել է, որ պատրաստվում է մեկնել կամավոր պարտադիր զինվորական ծառայության։ Հիմա էլ զինկոմիսարիատի բակում են զորակոչիկ ընկերուհուն են սպասում բանակ ճանապարհելու։ Հոր օրինակն աչքի առաջ աղջնակը որպես մասնագիտություն է ընտրել զինվորականի գործը, բայց նախ պետք է ծառայել։ Մեծացել եմ զինվորականի ընտանիքում ու միշտ տեսել եմ այդ համազգեստը ու բնականաբար դե միշտ ձգել է։ Փոքրուց երազանք ունեցել եմ, բայց համարձակություն այդքան չեմ ունեցել, որ գնամ դեպի իմ երազանքը։ Շատ տեղերում ինձ փորձեցի ծրագրավորում մինչև բարիստա, բայց չէի գտնում ինձ ոչ մի տեղ։ Ձմեռային զորակոչը նոր էր մեկնարկել, երբ Անահիտի մայրը աղջնակին ուղարկեց զինուժի կին զինծառայողի մասին պատմող հերթական տեսանյութն ու տեղեկացրեց, որ նախորդ տարի ընդունված օրենքով 6 ամսյա ժամկետով բանակ կարող են զորակոչվել նաև իգական սեռի ներկայացուցիչները։ Անահիտը պատմում է, որ այդ ժամանակ մոր մտքով չէր էլ կարող անցնել, որ այդ քայլը դառնալու է ճակատագրական։ Շատ ուրախացա, որ կանանց հենց տրամադրվում է տենց հնարավորություն, որտեղ երբ որ ես հետաքրքրվում եմ, տենց հնարավորություն չկար, երբ որ 18 տարեկան էի, ու ասեցի, всё, այդ նշանը գտել եմ, պիտի գնամ։ Մամայի արձագանքը սկզբում մի քիչ նեյտրալ էր, հետո ուզում էր, դու աղջիկ ես, ոնց կլինի։ Հետո համակերպեց ու վստահ եմ, որ համ մաման, համ պապան ներսից ահավոր հպարտեն։ Զինկոմից տեղեկացա, որ կան իրեր, որոնք չի թույլատրվում, որովհետև զորամասը տրամադրում է։ Առաջին անհրաժեշտության իրերի պայուսակը պատրաստ է, մնում է միայն գավաթ բարձրացնել ու բարի ճանապարհ մաղթել։ Անահիտի մայրը տեսախցիկի առաջ խոսել չցանկացավ, բայց կադրից դուրս փոքրինչ հուզված, բայց միևնույն ժամանակ հպարտությամբ անկեղծացավ։ Նման բաժանումների սովոր է։ Անահիտի ծնունդից 40 օր էր անցել, երբ նույն կերպ հավաքեց ամուսնու պայուսակն ու ճանապարհեց ծառայության։ Անահիտի որոշումը կտրուկ էր ու վերջնական, ծնողներին ու ընկերներին մնում էր միայն քաջալերել ու բարի ծառայություն մաղթել նրան։ Զորակոչիկն առաջին անգամ ոտք է դնում տարածքային զինկոմիսարիատ ու ըստ ընթացակարգի անցնում բժշկական բոլոր հետազոտությունները։ Հանձնաժողովի նախագահն արձանագրում է. Անահիտն առողջ է ու պիտանի զինվորական ծառայության համար։ Այդ ճանապարհը նորմալ է, առողջական խնդիրներ կան, բայց ողորմ եղավ, շնորհակալություն, բարի ծառայություն։ Մինչև Պավեսկայի գալու օրը չեմ հավատացել, որ գնալու է։ Ինքը շատ ուրախ է, որ գնում է։ Իրականում հպարտանում ենք, որ միակ աղջիկ ծառայողն է ու մեր ընկերուհին է։ Արդեն զինվորի կեցվածքով Անահիտը կենտրոնական հավաքակայանում է։ Ըստ կարգի կին զինծառայողները վիճակահանությանը չեն մասնակցում։ Նրանք նշանակվում են ծառայության ուսումնական զորամասում եւ այն անցկացնում բացառապես այնտեղ։ 6 ամսյա ժամկետը լրանալուն պես կին զինծառայողները ստանում են 1 միլիոն դրամ պատվովճար։ Օրենքի նախատեսած դրույթների ու պաշտպանության նախարարության ծրագրերի մասին զորակոչիկները իրազեկվում են նախքան վիճակահանությանը մասնակցելը։ Հերթը համազգեստ ստանալունն է։ Ինչպես Անահիտը, այնպես էլ 6 ամսյա կամավոր պարտադիր զինվորական ծառայության մեկնած իգական սեռի ներկայացուցիչները ծառայությունն անցկացնում են հենց այս զորամասում։ Նորակառույց այս շենքը համալրված է ժամանակակից գույքով ու սարքավորումներով։ Կին զինծառայողների համար այստեղ կան անհրաժեշտ բոլոր պայմանները։ Երեք երեկոյան արդեն եկա իմ զորամասը, ամեն ինչ իրականում շատ ավելի լավ էր, քան ես լսել էի ու ինձ ներկայացրել, ես պատկերացնում էի։ Առավոտյան զինվորական պատրաստվածությանն եմ մասնակցել, ֆիզիկական։ Հետո գնացել ենք նախաճաշելու, սա էլ իմ ննջասենյակը։ Երեկոյան ինձ այստեղ են տեղավորել ու սովորել եմ արդեն ճիշտ հարդարել մահճակալս։ Դասակի հրամանատար Սիրան Վարդանյանը տեղեկացնում է, որ կանանց գումարտակում ծառայությունը չի տարբերվում մյուս զորամասերից։ Օրվա կարգացուցակն ամբողջությամբ նույնն է։ Մեծ ուշադրություն են դարձնում հատկապես ֆիզիկական պատրաստվածությանը։ Պարտադիր 6 ամսյա ծառայությունն ավարտելուց հետո կին զինծառայողները հնարավորություն են ստանում ծառայությունը շարունակել նույն զորամասում պաշտպան հայրենիք ծրագրով կամ պայմանագրային ծառայության անցնել, 3 ամիս հետո ատեստավորվել ու մրցունակ աշխատավարձ ստանալ։ Տաթևիկ Աբրահամյան, Հովհաննես Գրիգորյան, Զինուշ։